երեք հրապարակվեց թրիպի իրականացման շրջանակը, ինչից հետո նախարար Միրզոյանը նշեց, որ չի նախատեսվում Ռուսաստանի եւ Թուրքիայի մասնակցությունը այդ նախագծին։ Դուք էլ երեք ձեր խոսքում նշեցիք, որ դա բիզնես պրոյեկտ է, հայ-ամերիկյան պրոյեկտ է եւ պատրաստ եք եվրոպացի ձեր գործընկերների հետ քննարկել նրանց մասնակցության ֆորմատները։ Ինձ հետաքրքիր է, դուք ռուսական գործընկերների հետ քննարկել եք նրանց հնարավոր մասնակցությունը, եթե հաշվի առնենք, որ դեկտեմբերի 15-ին Ռուսաստանը ԱԳՆ մակարդակով հայտնել էր, որ Մոսկվան պատրաստ է քննարկել իր մասնակցությունը նախագծին, ու դեկտեմբերի 22-ին երբ դուք հանդիպեցիք Մոսկվայում ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին, այդ հարցը բարձրացվել է, թե չէ։ Եվ հետաքրքիր նաև Անկարայի դիրքորոշումը, նրանք նման ցանկություն հայտնել են, թե չէ, եւ ձեր դիրքորոշումը որն է, հնարավոր է Մոսկվան եւ Անկարան մասնակցեն։ Եվ ինչպես նաև հիմա նոր նշեցիք, որ չկա գնահատական ներդրումների մասով կոնկրետ գնահատական, ամեն դեպքում կա պատկերացում Հայաստանի ներդրումները, քանի տոկոսը, մասնաբաժինը Հայաստանի ինչքան է լինելու, եւ Երևանը արդեն ինչ-որ բանակցություններ վարում է իր միջազգային գործընկերների հետ գումարներ ներգրավելու համար։ Շնորհակալություն։ Հարգելի գործընկերներ, տեսեք, մենք պետք է արձանագրենք, որ տրիպը մի նախագիծ է, որը Հայաստան Միացյալ Նահանգներ նախագիծ է։ Եվ այնտեղ գրված է, որ որևէ երրորդ կողմի մասնակցություն պետք է տեղի ունենա Հայաստանի եւ Միացյալ Նահանգների համաձայնության պայմաններում, բայց այդ նախագիծը ինքը աշխարհից կտրված չի։ Այսինքն տրիպից դեպի աչել կա կյանք, ձախել, վերևել, ներքևել։ Եվ հետեւաբար ես երբ որ երեք ասում եի կամ այսօր լրագրողի հարցին պատասխան խոսում եի մասնավորապես երասխի հատվածում, ախուրիկի հատվածում, նախորդ երևի բրիֆինգի ժամանակ կամ որևէ այլ առիթով Իջևանի հատվածում երկաթուղային, Դիլիջանի հատվածում երկաթուղային ենթակառուցվածքի վերականգնման համար ես հենց դա նկատի ունեմ, որովհետև տրիպի մասնակցություն միայն այն չի, որ ընկերությունում բաժնեմաս ունենա, այդտեղ բաժնեմաս ունենալու են Հայաստանի Հանրապետությունը եւ Միացյալ Նահանգները, եւ եթե այդպիսի հարց ծագի հանկարծ ուրիշ բաժնե տիրոջ ներգրավման, դա պետք է տեղի ունենա երկու բաժնետերի համաձայնության պարագայում միայն։ Չէ, ես կարդում եմ տեքստից։ Եթե իմ դիրքորոշումն է նա, որ ոչ, ուրիշ բաժնետերեր պետք է չլինեն տրիպի մեջ։ Բայց տրիպը ինքը գնում կպնում է ուրիշ ենթակառուցվածքների, չէ։ Այդ ուրիշ ենթակառուցվածքները այնպես չի, որ Հայաստանի եւ աշխարհի բոլոր ճանապարհներն ու երկաթուղիները տրիպի մաս են։ Եվ մյուսները խոսում ենք տրանսկասպյան երկաթուղու մասին, այդտեղ բազմաթիվ երկաթուղիներ կան, գազամուղներ կան, նավթամուղներ, էլեկտրաէներգիայի արտահանում կա, արտադրություն կա, այդ բոլոր ենթակառուցվածքներում ամենատարբեր ներդրողներ կարող են մասնակցել։ Ռուսաստանի պարագայում ես այս փուլում էլի ասցի, խնդրում ենք մեր ռուսաստանցի գործընկերներին, որպեսզի հրատապության կարգով ախուրիկի հատվածը, երասխի հատվածը վերականգնեն եւ նաեւ Իջևանի երկաթուղային ենթակառուցվածքը վերականգնվի։ Էլի եմ ասում, խնդրում եմ արձանագրել, որ տրիպը ինքը ներդրումային մի ծրագիր է, այո, շատ կարեւոր, շատ առանցքային, բայց ինքը ներդրումային ծրագիր է Հայաստանի Հանրապետության եւ Միացյալ Նահանգների, բայց այդտեղ կան տարբեր շահառուներ, որոնք օգտվելու են եւ հնարավորություն ունեն օգտվելու ծրագրից եւ մասնակցելու այդ ծրագրի իրականացման արդյունքում առաջացող հնարավորությունների օգտագործմանը ամենատարբեր ոլորտներում։ Գիտեք, այդ փորձագիտական հարց է, ես չասեմ, ինչ։ Ես հիմա կարծում եմ, որ այնպես վիճակ է ստեղծվել, որ ոչ թե մենք ենք գումարներ փնտրում, ոչ թե Հայաստանի Հանրապետությունն է գումարներ փնտրում, այլ գումարներն են Հայաստանի Հանրապետությանը փնտրում։ Եվ սա ամենամեծ տնտեսական նորությունն է եւ դրա ամենամեծ վկայությունը նախորդ օրը Հայաստանի պետական կարճաժամկետ պարտատոմսերի վաճառքի վիճակագրությունն է, երբ որ պահանջարկը 3 անգամ գերազանցել է առաջարկը եւ տոկոսները նվազել են, այսինքն Հայաստանի ծախսը նվազել է եւ Հայաստանի համար այդ գործարքների շահութաբերությունը ավելացել է եւ այստեղ շատ կարեւոր մի առանձնահատկություն կա,
որ ներդրողների մի հսկայական մասը, ես հիմա չեմ ուզում թիվ ասել, որովհետև կարող է սխալվեմ, բայց շատ մեծ մասը դրանք արտաքին ինստիտուցիոնալ ներդրողներն են, միջազգային ներդրումային ընկերությունների։ Սա նշանակում է, որ օգոստոսի 8-ից մինչև հիմա Հայաստանի ներդրումային գրամշտությունը շատ էականորեն նվազել է եւ նրանք ովքեր ուզում են դա տեսնել, կտեսնեն։